Աջափնյակում հրաձգության հետևանքով վիրավորված քաղաքացիների վիճակը ծանր է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, հիմա լրացուցիչ այլ բան չեմ կարող ասել, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ միջադեպը ոչ նորմալ է որակել։ Նրա խոսքով իրավապահ տարբեր մարմիններ պետք է պատշաճ աշխատանք իրականացնեն։ Այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Ես կանխարգելիչ աշխատանքների մասին չեմ կարող խոսել, որովհետև գործ եմ ունենում սովորաբար իրավունքների խախտումների հետ կապված դեպքերի առումով։ Արյունալի հրաձգությունից հետո Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրահատական սեղանին է մահացել, մյուս 6-ին վիրահատել են։ Նյուզեյմի մեր գործընկերոջ հետ զրույցում այս մասին ասել էր գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։ Բոլոր 6-ն էլ վիրահատվել են տարբեր ծանրության աստիճանի վնասվածքների հետ կապված եւ այսօր իրենց հեմոդինամիկ ցուցանիշները լրիվ կայուն են, նույնիսկ ենթակա են տարբեր բաժանումների տեղափոխմանը։ Բժշկական կենտրոնի տարածքում 3 ուժայինները բերման էին ենթարկել հրաձգության մասնակիցներին դեպքից ժամեր անց քննչական կոմիտեի մամուլի խոսնակը հայտնել էր, որ արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի եւ զենք զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Գագիկ Ծառուկյանի տանը փորձագետները զննություն են անցկացնում։ Մեր գործընկերներին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ըստ նրա քրեական վարույթն առհասարակ կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Քրգործը հարուցված է եղել դեռևս 2020 թվականին Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ ու արդեն իսկ նույն թվականին այդ գործով Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Դրանից հետո որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել ոչ Ծառուկյանի վերաբերյալ եւ ոչ էլ նրա մասնակցությամբ։ Մինչև ապրիլի 1-ը վավեր անձնագիր ունեցող թոշակառուների խնդիրը կլուծվի։ Այսօր կառավարության նիստում ասել է սոցիալնախարար Արսեն Թորոսյանը։ Անձնագրային խնդիրների առաջացման հիմնական պատճառը, ինչպես նշել է Թորոսյանը, նախկինում կենսաթոշակը առանց դրա անհրաժեշտության ստանալն է եղել։ Մեր պատկերացումով մինչև մարտի 5-ը թիվը կիջնի 10,000-ի մոտ, որտեղ օրական 1000-ից 1500 իջնում է ինքնական փոխողների եւ այդ 10,000-ի հարցը մենք կլուծենք։ Չեմ բացառում, որ շատ, ասենք, հատուկենտ դեպքեր ինչ որ ինդիվիդուալ պատճառներով պրոբլեմատիկ լինի, բայց միևնույն է նրանք չեն զրկվի իրենց կենսաթոշակից եւ նպաստից, որտեվ դա այնուամենայնիվ կփոխանցվի, կդեպոնացվի հետո։ Այո, որտեվ հաշիվները ավտոմատ կբացվեն։ Հաշվի առնելով, որ ապրիլի 1-ից ողջ հանրապետությունը անցնելու է կենսաթոշակները անկանխիկ եղանակով ստանալուն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հորդորել է խնդիրը կարգավորել հնարավորինս սեղմ ժամկետում։ Արսեն Թորոսյանը շեշտել է, որ ամբողջական կարգավորման նպատակով ներքին գործերի նախարարության հետ համատեղ իրականացնում են շրջիկ սպասարկումներ եւ տնայցեր, հատկապես շարժունակության խնդիրներ ունեցողների համար։ Անհրաժեշտության դեպքում լուսանկարանում եւ դիմումների ստացում կատարվում է տնից նպաստ ստացողների աջակցության համար։ Ապրիլի 1-ի դրությամբ բոլոր թոշակառուները կստանան իրենց կենսաթոշակը եւ նպաստը, նույնիսկ եթե անձնագիրն անհապաղ չի ստացվի, հաշիվները ավտոմատ բացվելու են հատուկ հաշվեհամարներում։ Խնդրին բախված քաղաքացիները այնուամենայնիվ չեն զրկվի իրենց հասանելի կենսաթոշակից։ Հայաստանում արձանագրվել է չիկունգունյա տենդ հիվանդության դեպք, հայտարարություն է տարածել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից, տվյալ պահին նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-ից 12 օր, հիմնական ախտանշաններն են տենդը, սաստիկ հոդացավը, մկանացավը, մաշկային ցանավորումը եւ թուլությունը։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով, մարդուց մարդուն փոխանցվելու վտանգ չկա։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեց մարդիկ, ինչպես նաեւ հղիները։ Վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում եւ Կուբայում այս տենդի տեսակը սկսել է լայնորեն տարածվել։ Նշված տարածաշրջանից վերադառնալիս ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել վարակաբանի։ Ձմեռը Հայաստանում սպառողի համար սկսվում է ոչ թե առաջի ձյունով, այլ շուկայում գյուղմթերքի գների կտրուկ աճով։ Պատճառը պարզ է։ Մեր երկրում բերքը հիմնականում ամռանն է աճում, իսկ ձմռանը մենք դառնում ենք ներմուծող, թանկ ապրանքի գերի։ Սակայն այս իրավիճակը կարող է արմատապես փոխվել։ Սրա լուծումը եւս գտել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Նարեկ Կարապետյանը առաջարկում է մատնանշելով Հայաստանի հյուսիսային դարպասը նոյեմբերյանը դարձնել գյուղմթերքի աճեցման հատուկ զոնա։ Նոյեմբերյանը մեղրից հետո երկրորդ ամենափափուկ կլիմայական գոտով համայնքն է։ Այստեղ կարող է աճել այնպիսի բան, որ Հայաստանի մյուս շրջաններում չի աճում։ Օրինակ զեյթուն է աճում, կիվի եւ այլ տեսակի մրգեր, որոնք Հայաստանի համար հատուկ չեն։ Մենք հիմնականում ներմուծում ենք շատ թանկ գներով։
Նոյեմբերյանը դառնալու է Հայաստանի համար ոչ սպეციფიկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման հատուկ զոնա։ Կուսակցության ծրագրի հիմքում տնտեսական հաշվարկն է։ Ձմռանը ջերմոցային մթերքի ինքնարժեքի առյուծի բաժինը շուրջ 70%, գազի գինն է։ Նոյեմբերյանն ունի ռազմավարական առավելություն։ Քաղաքով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը։ Ուժեղ Հայաստանը առաջարկում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որտեղ ջերմոցները գազը կստանան հենց սահմանային ներմուծման գնով, առանց ներքին ավելորդ ծախսերի։ Նոյեմբերյանի շրջանը կլինի Հայաստանում այն շրջանը, որը կլուծի թանկ ապրանքի, թանկ գյուղմթերքի գինը ձմռանը Հայաստանում։ Ինչով կստեղծենք ջերմոցների համար նախատեսված հատուկ ազատ տնտեսական գոտի։ Մարդիկ ջերմոցներ կհիմնեն նոյեմբերյանում, որը կստանա գազ, բայց սահմանային գնով, քանի որ գազը Հայաստանը ներմուծում $165 եւ մինչեւ հասնում է Երևան, մինչեւ հասնում է մյուս շրջանները, թանկանում է, քանի որ կան ծախսեր։ Իսկ սահմանի վրա մենք ունենանք պայմանավորվածություն, որ գազի գինը լինի $165-ից մի քիչ ավելի ընդամենը թանկ եւ հայկական ջերմոցները կունենան գազի գին ավելի էժան, քան թուրքական ջերմոցները։ Դրա արդյունքում մենք կկարողանանք մրցակցել թուրքական ջերմոցների հետ, քանի որ գյուղմթերքի ձմռանը ինքնարժեքի 70%-ը դա գազի գինն է։ Իսկ էժան գազ, եթե մենք սահմանին կարողանանք տանք, ներմուծման գնով մոտապես 15% կեժանանա գյուղմթերքի վերջնական գինը։ Ըստ Նարեկ Կարապետյանի, մեղմ կլիման եւ էժան էներգակիրները նոյեմբերյանը կարող են վերածել Հայաստանի գյուղատնտեսական շտեմարանի։ Սա ռազմավարական զարգացման այն մոդելն է, որտեղ շահում է թե պետությունը, թե սպառողը եւ թե սահմանին ապրող քաղաքացին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը հասել է օրհասական կետի։ Ժնևում կայացած վերջին բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ ձախողվել են, ինչից հետո Վաշինգտոնը Թեհրանին տվել է ընդամենը 2 շաբաթ ժամանակ տարաձայնությունները վերացնելու գրավոր առաջարկներ ներկայացնելու համար։ Փորձագետները նշում են, որ եթե համաձայնության չկան կողմերը, ռազմական բախումը կլինի անխուսափելի։ ԱՄՆ-ն արդեն սկսել է ուժերի աննախադեպ կենտրոնացում Մերձավոր Արևելքում։ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի ավիաբազաներից բազմաթիվ ինքնաթիռներ են ուղևորվել դեպի Հորդանան ու Պարսից ծոց։ Տարածաշրջանում տեղակայվել են ավիակիրներ, հարյուրավոր կործանիչներ, իսկ ամերիկյան զորքերի տեղակայումն ամբողջությամբ կավարտվի մինչև մարտի կեսերը։ Had a very successful operation. Ըստ որոշ տեղեկությունների Սպիտակ տունը պատրաստվում է Իրանին հարվածել արդեն այս շաբաթ։ Սպասվող գործողությունը կարող է վերածվել ամերիկա-իսրայելական լայնածավալ պատերազմի, որի նպատակը ոչ թե պարզապես գետային հարվածներն են, այլ Իրանի վարչակազմի տապալումը։ Իսրայելը պահանջել է հաշված օրերի ընթացքում հարվածել Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին։ Սրան զուգահեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կայցելի Իսրայել վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման։ Իրանն իր հերթին փորձում է դիմակայել ճնշումներին։ Թեհրանը բանակցությունների մասին տեղեկացրել է Սաուդյան Արաբիային, իսկ այսօր փետրվարի 19-ին Ռուսաստանի հետ սկսում է ռազմածովային զորավարժություններ Օմանի ծովում եւ Հնդկական օվկիանոսում։ Ըստ վերլուծաբանների, սա դիտարկվում է որպես ուժի ցուցադրություն, որն ուղղված է արևմուտքին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն այժմ գտնվում են այնպիսի փուլում, որը թույլ չի տալիս հանրայնացնել։ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ պաշտոնական Մոսկվան չի ցանկանում եւ չի պատրաստվում մանրամասներ հաղորդել գործընթացի վերաբերյալ։ Պեսկովի խոսքով Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հետ ապագա բանակցությունների վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա, իսկ Ժնևում կայացած բանակցությունների մասին Կրեմլն այս պահին ավելացնել ոչինչ չունի, բացի Վլադիմիր Մեդինսկու տված բնութագրից։ Մեդինսկին ասել էր, որ քննարկումներն անցել են դժվար, բայց գործնական մթնոլորտում։ Պեսկովը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց առայժմ չի պլանավորվում։ Մոսկվայի մետրոյի Բիցևսկի պարկ կայարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպից հետո որոշ կայարաններ փակվել են։ Ըստ լրատվամիջոցների պայթել է սարքավորումներից մեկը։ Հայտնի է, որ գնացքների երթևեկությունն արդեն վերականգնվել է։